Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Աբովյան Թոքն է եւ ես Արման Աբովյանը։ Այսօր կզրուցենք ամենաարդիական ինչու ոչ, ամենահնչյուն թեմայի մասին, դա Իրանի դեմ սանձազերծած պատերազմի մասին։ Այո, Իրանի դեմ պատերազմ է Իսրայելը եւ ԱՄՆ-ն։ Իրանը մեր հարևանն է եւ մենք պետք է, բացի հարևանը, մեր բարի հարևանն է։ Եվ մենք պետք է ի վերջո հասկանանք երկու բան, առաջինը, ինչ վտանգներ է գեներացնում մեզ համար իրանական հակամարտությունը, Իրանում տեղի ունեցող գործընթացները եւ ինչպես մենք այդ ռիսկերից խուսափենք։ Այսօր մեր հյուրերը խոսելու են այդ թեմայի շուրջ։ Եվ մեր առաջին հյուրն է ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։ Բարև ձեզ, պարոն Խալաթյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը այսօր քննարկել ըստ էության ամենաարդիական թեման, որը մեզ բոլորիս հուզում է եւ որը իրականում գեներացնում է բավականին լուրջ ռիսկեր, թե Հայաստանի ուղղությամբ, թե առհասարակ տարածաշրջանի։ Իրան Այաթոլլահ Խոմեյնիի սպանությունից հետո իրավիճակը ըստ էության, չեմ ասի դուրս եկավ վերահսկողությունից, բայց դուրս եկավ այն արդեն իսկ ձևավորված, տրամաբանական շղթայից, որը մենք նկատում ենք վերջին տարիներին, այսինքն Իրանի վրա սանկցիոն ճնշում, տնտեսական ճնշում, պարբերաբար ռազմական հարվածներ, հիշենք 12-օրյա պատերազմը եւ այսօր մենք ականատես ենք գիտեք, նույնիսկ Իրան-Իրաքյան պատերազմի կամ Սիրիական պատերազմի հետ չեմ կարող համեմատել այն ինչ կատարվում է։ Հարցը հետևյալն է, տեսեք, Խոմեյնիի սպանությունից հետո կար հաշվարկ ամերիկացիների մոտ եւ իսրայելցիների մոտ, որ կփլուզվի համակարգը իրանական։ Համակարգը չփլուզվեց, խոսքը կառավարչական համակարգի մասին է։ Սակայն կան կարծիքներ, որ հետևողականորեն Իրանի դիմադրողականությունը ոչնչացնելով Միացյալ Նահանգները հետապնդում են նպատակ ներքին խժդժություն եւ կառավարման կրիզիս, ձևավորեն։ Ձեր կարծիքով կստացվի։ Բարդ հարց է, բայց ես այդքան էլ համաձայն չեմ, որ ամերիկացիները եւ իսրայելացիները կարծում են, որ միանգամից այսպես իշխանափոխություն կփլուզվի։ Իմ կարծիքով հակառակը, այս ամբողջ գործողության նպատակը այնպիսի հարված հասցնել Իրանին, որ կարճաժամկետ ընթացքում պետական համակարգը պարալիզացվի, տնտեսությունը, որ առանց այդ պատժամիջոցների պատճառով շատ լուրջ խնդիրներ ուներ եւ նաեւ որոշ ներքին խնդիրների, արդեն որպեսզի ընդհանրապես կենսունակ չլինի Իրանը որպես պետություն, ներկայիս ռեժիմը պահպանել եւ այդ քայլերի դրան հաջորդի հենց իշխանափոխությունը կամ էլիտայի միջև այսպես մի խումբը դուրս գա եւ փոցի արմուտքի հետ ԱՄՆ-ի հետ լեզու գտնել համաձայնվի այն պայմաններն, որոնք փաստացի վերջնագիր են։ Օրինակ, եթե նույն միջուկային ծրագիրը դեռ կարելի է քննարկել, դա կարող են քննարկել, ապա օրինակ հրթիռային ծրագրի կտրուկ սահմանափակումը փաստացի 300 կիլոմետր միայն դա նշանակում է, որ ամբողջությամբ զինաթափվել թշնամիների դեմ, ընդունել, որ դու իրավունք չունես ինքնապաշտպանություն անես, որովհետեւ մենք տեսնում ենք, բոլորն էլ հասկանում են, որ օրինակ ռազմաօդային ուժերը այդքան ուժեղ չեն Իրանի, բայց շատ լավ զարգացել են հրթիռային ծրագիրը եւ մենք տեսնում ենք այդ ինչ վնաս են հասցնում այս բանին, նույնիսկ այս Իսրայելին, որին այդքան ուժեղ հոբ համակարգ ունի։ Եվ այդ պայմաններում կամ էլ ընդհանրապես սեպարատիստական շարժումներ սկսվեն, կազմաքանդվի, քրդերի ֆակտորը ըստ Ոչ միայն քրդեր, որտեղ հասկանում եք, տեսեք, քրդերից բացի կան բելուջները, օրինակ, կան ադրբեջանցիներով բնակվող տարածքներ, այո, այնտեղ մեծամասնությունը այսպես իրանական ոգով է, դա նույն շատ բացասական Պաշտոնյաներ իրանական, ադրբեջանական արմատներն են, բայց նա կա նաև շատ այսպես ագրեսիվ փոքրամասնություն, որը այսպես բանթուրանական այսպես գաղափարներով է ապրում եւ եթե օրինակ կենտրոնական իշխանությունը փլուզվի Թեհրանում, չի բացառվում, որ այդ փոքրամասնությունը կարողանա իր դիրքերը ավելի ուժեղացնի։ Այս բանը այնպես չէ, ես չեմ տեսնում այս բանը օրինակ ադրբեջանցիները պատրաստվում են առանձնանալ, բայց կրկնեմ, հաճախ մենք տեսնում ենք, որ փոքրամասնությունը
ագրեսիվ ակտիվ փոքրամասնություն կարողանում է իր կամքը թելադրել մեծամասնությանը։ Դրա համար դա է հենց իմ կարծիքով ամենամեծ սպառնալիքներից, որ Հայաստանը կարող է հանդիպել, այն որ Իրանը թուլանում է, կորում է մի խաղացող, որը այս կամ այն կերպ նու որոշ չափով զսպում էր Թուրքիան եւ Ադրբեջանը։ Բավականին ուժեղ էր զսպում, եկեք լինենք արդար։ Այո, նաեւ պետք չէ մոռանալ, որ եթե այս հարվածները շարունակվեն, ինֆրաստրուկտուրայի ոչնչացումը գնա Իրանի, ապա շատ մեծ թվով փախստականներ լինելու Հայաստան եւ այլ հարևան երկրներ եւ դա նույնպես մարտահրավեր է եւ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար։ Ես ցավոք սրտի ինչպես տեսանք Արցախի մեր փախստական մեր հայրենակիցների դեպքում միջազգային հանրությունը այդքան էլ չի շտապում այդ ծախսերը ամբողջությամբ իր վրա վերցնի հոգա, որոշակի այսպես սիմվոլիկ օգնություն տրվում է կամ երևի ոչ սիմվոլիկ, բայց մեզ դա է երևում եւ կարծում եմ, որ նույն Պարսկաստանի փախստականի դեպքում առավել եւս այդպես լուրջ օգնություն չի ստանա Հայաստանը, բայց միևնույն է դա արդեն ոնց որ բեռ լինելու Հայաստանի վրա։ Տեսեք, երբ որ խոսում ենք իրանական քեյսի մասին, այն իրադարձությունների կա կարծիք, որ ըստ էության Այաթոլլահ Խոմեյնիի սպանությունը ինքը բերեց մի անդառնալի իրավիճակի, երբ որ Իրանը, իրանական ղեկավարությունը, ժողովուրդը ինչու ոչ հիշենք Թեհրանում, հիշենք Կում քաղաքում, հիշենք Թավրիզում, ինչքան մարդ էր դուրս եկել, որոշ տվյալներով 2 միլիոնից ավել մարդ էր դուրս եկել փողոց եւ բղավում էին, ասում են մեզ էլ խփեք, մեզ էլ սպանեք, այսինքն այդ շիական գաղափարախոսության ինքնազոհության ոնց որ պիկին էր հասը։ Եվ կա կարծիք, որ Միացյալ Նահանգները դրանով այրել են որոշակի կամուրջներ, որի շնորհիվ կարելի էր այս պատերազմը կանգնեցնել։ Իզուր չէ, որ Ալի Լարիջանին, Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ Իրանը պատրաստ չի եւ չի գնալու բանակցությունների։ Ձեր կարծիքով այս քայլերը, որոնք մենք տեսնում ենք, այսինքն իրանական ռազմական եւ հոգեվոր վերնախավի ոչնչացումը, այն կառավարչական համակարգի քայքայումը, որը ըստ էության իրականացնում է Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, ինքը ինչի կբերի։ Տեսեք, ես չեմ կարծում, որ կամուրջները այրված են։ Այստեղ Լարիջանի հայտարարությունները խոսում են մասին, որ ներկայիս վարչակազմը ուզում է ցույց տալ ԱՄՆ-ին, որ միևնույնն է իշխանապողություն չի տեղի ունենա եւ դուք ստիպված եք նելու ընդհանուր լեզու գտնել այն իշխանությունների, որոնք լինելու են Իրանում, այսպես թե այնպես։ Մենք տեսանք տարբեր արտահոսքեր արմենիան առաջ լրատվականներ եւ նույնիսկ եւ իրանական, որոնք խոսում են, որ իրանական կողմը պատրաստ էր այս պատերազմին այն իմաստով, որ նույն հոգեվոր առաջնորդը գիտեր, որ կարող է զոհվել շատ մեծ թվով, դե 12 օրվա պատերազմը դա իրենց ցույց տվեց, որ կարող է մեծ կորուստներ լինել ղեկավարների մեջ, բանակի, քաղաքական իշխանությունների, բայց արդեն ըստ իրենց կար արդեն այսպես մշակված պլան, թե ինչպես է պատասխանելու Իրանը նույնիսկ այդ կորուստների պարագայում եւ դա տեսնում ենք։ Բայց իմ կարծիքով որոշ ժամանակ անց միևնույն է այս պատերազմը շատ թանկ է նստում միջազգային տնտեսության վրա եւ նույն ԱՄՆ-ի իշխանությունները ստիպված են լինելու հայտարարելու, որ մենք հասանք մեր նպատակներին։ Այսինքն հաղթել են եւ այդ ամեն կողմն է փորձելու։ Իմ կարծիքով ամեն կողմը փորձելու է իրեն հայտարարի հաղթող, ամերիկացիներն ասել են մենք այնպիսի հարված հասցրեցինք, ամբողջությամբ արդեն չեզոքացրեցինք Իրանը, իրանական իշխանությունները կասեն, որ մենք պահպանեցինք իշխանությունը, որ մենք հաղթեցինք, նրանք չհասան իրենց նպատակին, բայց չեմ կարծում, որ կամուրջները այրված են։ Այստեղ ավելի շատ ամեն կողմ ուզում է մաքսիմալիստ ցույց տալ, թե մենք տեսնում ենք նաև ամերիկյան կողմի հայտարարություն, որ նրանք պատրաստ են 100 օր պատերազմել եւ այլն, մի քանի ամիս, բայց նպատակին հասնել, դա ամեն կողմ ուզում է ցույց տալ, որ գիտեք ինչ, ես պատրաստ եմ միջև վերջ գնալ, պատրաստ եմ երկարաժամկետ պատերազմի, բայց իրականում իմ կարծիքով երկու կողմն էլ այս պահին արդեն շահագրգռված է, որպեսզի դեմքը պահպանելով կարողանա դուրս գա, ինչպես ասեցի, ցույց տա, որ ես հաղթեցի եւ դա համար կանգնացնում եմ այս պատերազմը։ Ամենահետաքրքիրը գիտեք, այս ամենի մեջ այն է, որ կարծես թե մենք տեսել ենք արդեն այսպիսի զարգացումներ, Իրանի մասին չի խոսքը գնում։ Հիշում եք 60-ական թվականներին Եգիպտոսի եւ Իսրայելի մեջ պատերազմը, երբ որը կանգնացվեց, այն ժամանակ բավականին ակտիվ խորհրդային միությունն էր միջամտել այդ պատերազմին
եւ թե Իսրայելը, թե Եգիպտոսը հայտարարեցին, որ իրենք հաղթել են եւ երկու պետություններում նույն օրը հաղթանակի օր է նշվում միջայլոց։ Սա որպես ասենց քաղաքագիտական ելևէջների հետարքի երանգ, բայց վերադառնալով մեր տարածաշրջան դուք նշեցիք փախստականների գործոնը, տեսեք Հայաստանի դա որպես ամենահավանականն է, այլ վտանգներ կան, բայց չէ, ես հենց գիտեք այլ վտանգների իհարկե կան, իհարկե նրա մասին խոսք չի գնում, բայց շոշափելի հասկանալի վտանգը դա իմ կարծիքով եւ ես կիսում եմ ձեր կարծիքը, դա փախստականների գործոնն է, ուրեմն Ժորժ ջան, տեսեք երկայնքով սահմանի Հայաստան-Ադրբեջան բնակվում է մոտավորապես 25-ից 27 միլիոն իրանցի գերակշիռ մասը դա իրանական թուրքեր են, թյուրքեր ինչպես իրենք են ասում, վերջին ժամանակահատվածում սկսել են իրենց անվանել ադրբեջանցիներ։ Ինչևից է։ Հիմա պատկերացրեք, որ մի իրավիճակ է հումանիտար իրավիճակ, այսինքն չարամտության ըստ ինչ որ գործոնը ինքը քողարկված է կա, բայց հիմնականում հումանիտարն է։ Այսինքն ուտելու բան չկա, ենթակառուցվածքները ջարդվել են, հոսանք չկա, կանայք երեխաներ, տարեցներ եւ այլն, չեմ ասում 27 միլիոն, չեմ ասում նույնիսկ 10%, 2.5 օրինակ միլիոն հոգի մարդ։ Բայց օրինակ շատ մեծ հավանականություն է, որ հոսքի մի մասը, որը թվային առումով, հա, մի քանի նվազագույնը 100,000 մարդ է, շատ մեղմ սցենարներն են վերցում, գալիս է ու հատում է հայ-իրանական սահմանը, ընդ որում հատում է ոչ թե դասական առումով անցակետերով եւ այլ գալիս են պարզապես գետը անցնում են։ Դու չես կարա դու կանգնացես այդ քանակությամբ մարդկանց։ Ուղղակի ոչ չեն կրակելու վրեքները, նամանավանդ Իրանի հետ մեր հարաբերությունները ենթադրում են նվազագույնը որպես պետություն, որպես հայ ժողովուրդ, հա, նորմալ գթասիրտություն եւ այո պարտավոր ենք ընդունել, դե լավ այսենց ասենք։ Պարտավոր ես ի նկատի ունեմ միջազգային հումանիտար հա նորմեքից դուրս գալով։ Բայց ուր են գալու այդ օրինակ չի 1 միլիոն մարդ։ Գալու է Սյունիք, չէ՞։ Եվ միայն ամբողջ Հայաստանն էլ դա իրավիճակը կտրուկ փոխելու է։ Մենք հիշացնեմ ձեզ, ել եմ ասում, ընդունենք, որ դա շատ որատեսական սցենար է։ Հա, ընդունում ենք։ Չէ, Ժորժ ջան, դա ինձ չի որ 100% հաստատվել, չէ, ընդունում ենք, որ սենց սցենար կար։ Արման, դուք հիշացրեցիք այդ Եգիպտոս-Իսրայել, բայց հիշացնեմ ձեզ նույն Պաղեստինի փախստականներ, որոնք եկան Հորդանան, Լիբանան, Թուրքիա։ Չէ, ես նկատում եմ այն հարևան երկրները, ինչ փոփոխություններ բերեցին այդ հարևան երկրներում եւ մինչ այժմ թե ներքին թե արտաքին ինչ խնդիրների առաջ են այդ երկրները կանգնել այդ փախստականների պատճառով։ Ու հատկապես ունենք վերցնենք մեզ կրկին բարեկամ Լիբանանը։ Ինչ խնդիրներ ունի թե Իսրայելի հետ, թե այլ երկրների, թե ներքաղաքական իրավիճակը ինչպես է կտրուկ փոխվել, լարվել։ Ժամանակին դա բես քաղաքացիական պատերազմի պատճառներից մեկն էր։ Օրինակ նույն այդ Պաղեստինի ազատագրման շարժումը, երբ որ տեղափոխվել է Լիբանան, Բեյրութ, իր գործողությունները, պատասխանը այլ խմբավորումների լիբանական այդ քաղաքական էլիտայի։ Դա գիտես ինչ, դա քո հարցը այսպիսի շատ անհայտներով բանաձև է։ Բայց այնուամենայնիվ համաձայնվիր, որ արկա է այդ ռիսկը։ Ընդունում եմ, որովհետև մարդիկ ուր են գնալու Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան։ Afghanistan չեն գնա, ճիշտ է։ Նամանավանդ հարգելի ռուստադիտողներ, մենք պետք է հիշենք, որ Իրանի տարածքում այս պահին գտնվում են նաև 2 միլիոն աֆղանցիներ, որոնց եւ իդեպ նույն հիշի այդ աֆղանցիները ինչ խնդիրներ առաջացրեցին Իրանի համար, օրինակ 12 օրվա պատերազմում եւ դրանից հետո շատ ուժեղ մեծ թափ առավ այդ դեպորտացիաների աֆղանստանցիներին դեպորտացիային Աֆղանստան հետ, որովհետեւ փաստացի ստացվեց, որ շատ այդ խմբակներ, որոնք գործում էին Իրանի դեմ, այնտեղ հավաքագրել էին այդ աֆղանցիներին, որոնք կոպեկների դիմաց պատրաստ էին գործել։ Օրինակ իշքան կարծացի Թուրքիան նույնիսկ սահմանն է փակում, որ այդ սցենարից խուսափելու համար պաստական, այո։ Դա համար ամեն մեկը փորձում է իր կերպ այս խնդրի լուծումը գտնել, բայց շատ բարդ խնդրեմ է։ Հույսով եմ, որ Հայաստանի իշխանությունները ընդմիջումներում իրենց քարոզարշավի փաստացի դրա մասին մտածում են։
Չգիտեմ ճիշտ ասած մտածում են թե չէ, քանզի իրենց, դիրքորոշումը, որ Ժորժ ջան, նորմալ է ամեն ինչ, ինստիտուտներ են աշխատում, չգիտեմ։ Դե դե սարկազմով է ասում, որ մենք տեսնում ենք հոլովակները, որ այստեղ Ժորժ ջան, պետք չի էլի, որ ասում փափուկ բարձր դնել մեր գլխների տակ, որովհետև հավատացնում եմ դες իշխանությունները արդեն ունեն դրած միտեղ մեղավորների ցանկով, մեղավոր լինելու, բացի իրանցից, էլի, այսինքն իրանք տենց միշտ անմեղ են լինելու եւ այո մտահոգվելու տեղ կա parza, դա է սարկազմով եմ ասում այդ անմեղ լինելու, որովհետև իրականում մարդու գլխի մեջ չի տեղավորվում։ Այնինչ իրենք ինչպես են իրենք արձագանքում։ Նայ, մոտեցումների տարբերությունը։ Հենց առաջ օրը, երբ որ սկսեց պատերազմը, ես դե հետևում եմ Ղազախստանի ղեկավարությունը, որը ուղղակի ներգրավված չի, նույնիսկ հարևան չի, ու Կասպիստով է բաժանում Իրանի հետ, անվտանգության խորհուրդ է հավաքում նախագահան քննարկելու թե իրենց վրա շտաբ, որ հասկանա ինչ ոնց կարող է այս ամենը իրենց վրա անդրադառնալ, ել եմ ասում, մի քանի 100 կիլոմետր է Իրանը, այդ փախստականների ուղղակի վտանգ չկա եւ այլ խնդիրներ չկա։ Հայաստանի իշխանությունը առաջ օրին չնամ։ Նոր քննադատությունից հետո մենք տեսանք այդ անվտանգության խորհուրդը, դա չենք գալու մյուս օրը արդեն, երբ որ այսպես ալիք էր բողոքի։ Բայց դա եմ ասում, ցավալին այն է, որ դու հասկանում ես, որ մարտահրավերները շատ լուրջ են, բայց դրանց արձագանքը անլուրջ է։ Մեղմ չէ, մեղմ ասած, որովհետեւ sense մի կարծիք եմ պատտացնում, դե մեզնից ինչ է կախված։ Ժորժ ջան, եթե ձեզանից ինչ է կախված, ասում եք դե մեզնից ինչ է կախված։ Բաներություն այդ պարագայում կառավարչական համակարգի մեջ դուք ինչ գործ ունեք։ Եթե դուք ասում եք, որ ձեզանից ոչ մի բան կախված չի։ Պարքեվաճարն է ստանալ։ Դե, որ ասում պարքեվաճարների թեման շատ են խոսած, ինչևից է։ Այս նախընտրական ելևեջը, որի մեջ ուղղակի անձնուրաց, ժպիտները երեսին սրտիկելով տենց խորացել են Հայաստանի իշխանությունները, ինքը իհարկե տրամաբանությունից դուրս է, ինքը իհարկե ռիսկերի չեզոքացման առումով դուրս է, այսինքն իրենց փուճուրիկ տենց ինչ-որ իրական, չգիտեմ, Հայաստան, ասենք իրական Հայաստանը ձևավորը մտել են այնտեղ եւ այնտեղ ապրում են, բայց դա իրենց ոնց որ գործելավոճն է, բայց ցավոք մեր խնդրեմն է, որովհետեւ իրենց ապրելով մեր մոտ է խնդրեմ առաջանում։ Քիչ են խոսում դրա մասին, նրանք անդադ խոսում են, արևմտյան ներդրումները երաշխիք են անվտանգության։ Չէ, խնդրում եմ, լուրջ մարդ ենք, Ղարաբաղի ճարեմ։ Էմիրատները, վերցնենք Էմիրատ, Կատար, Սաուդյան Արաբիա, ամենամեծ ներդրումներն են ամերիկյան եւ այլն։ Կատար, Բահրեյն, Օման, Գորմեկ, Քուվեյթ, Հյուսեյն Իրաք, Ժորժան, տնտեսական ներդրումները արտաքին, օրինակ ամերիկյան ներդրումները չեն առհասարակ յուրաքանչյուր արտաքին չէ առանձնացի ամերիկյան եւ այլն։ Չէ, ես ինչի համար եմ ասում, թրիփին եմ տանում, որ ասում են թրիփ հենց դին վերջ անվտանգություն, Ժորժան։ Դա երբ որ պնդում են ուղակի մեզ չեն ձեզ չեն հարգում, ինչ են, այսինքն այն մարդկանց, ովքեր ասում են, բայց ինչ կապ ունի դա գեոստրատեգիկ եւ գեոքաղաքական նպատակների հետ։ Ցավոք ժամանակը արագ է գնում, պարոն Խալացյան, եթե կարելի է շատ արագ ձեր կարծիքով արտաքին ճակատում, ու խոսքը գնում է իրանական քեյսի շուրջ, ասենք Իրանի շուրջ զարգացումները, ինչ միտում ունեն, դեպի ուր են գնալու։ Ես եմ ասում, կուզանամ, որ այդպես լինի, իմ կանխատեսում այն է, որ մոտակա շաբաթների ընթացքում կրկին կողմերը փորձել են ամենը հայտարարել, որ իրենց նպատակին հասան, ամերիկացիները եւ իսրայելացիները կարծելու են ու հույս են ունենալու, որ այս հարվածների շնորհիվ այնպիսի վնաս են հասցրել Իրանին, որ ինչպես նշեցի, այդ սոցիալ-տնտեսական խնդիրներից ելնելով միանգամից չէ, բայց մի որոշ ժամանակ անց միևնույն է վարչակազմը չի դիմանա իշխանապահություն տեղի կունենա։ Իրանը իր հերթին հույս ունի, որ այսպես կոշտ պատասխանը գոնե մի որոշ ժամանակ իրեն հանգիստ կտա, որի ընթացքում կփորձի մի կերպ այդ ներքին խնդիրները լուծել, որպեսզի ավելի պատրաստ լինի հաջորդ փուլին, որովհետև ես չեմ կարծում, որ եթե իշխանությունը մնա Իրանում, սա վերջին այսպես հարձակումն է լինելու Իրանի նկատմամբ։ Գրեթե համոզված եմ, որ այո, փորձելու են ասենց հայերեն ասած, մաշեցնեն Իրանի կառավարչական համակարգը, տեսնենք, կստացվի թե ոչ, որովհետև փառք Աստծո երկրագնդում բացի Իրան, Միացյալ Նահանգներ եւ Իսրայել կան այլ խաղացողներ խոշոր, մասնավորապես Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Եվրոպան իմիջիալոց, որը բավականին հետաքրքիր դիրքորոշում է բռնել սենց ավելի շուտ
ամերիկյան կողմն են բացի Իսպանիայից, միայն Իսպանիան համաձայնվեց բացի այդ քննադատել։ Եվ Հունգարիայից միջալոց։ Հունգարիան ձեն չի անել, բայց Հունգարիան տարբեր դիվանագիտական ալիքներով հասկացնել է տալի, որ պայմանական ասում է իմ վրա կարող ռաշիով չանեք, էլի մոտավորապես այսպես։ Շնորհակալություն պարոն Խալացյան։ Հիշեցնեմ ձեզ հարգելի հեռուստադիտողներ, որ Աբովյան Թոքի եթերում այսօր ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Հայկ Ներխալացյան։ Մեր երկրորդ հյուրն է իրանագետ Ժաննա Վարդանյանը։ Բարև ձեզ Ժաննա։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը այսօր Աբովյան Թոքի եթերում անցնել այն թեմայի շուրջ, որը այսօր ըստիս մեզ համար որպես տարածաշրջանային պետություն, ամենակարևորագույն եւ արդիականն է Իրան։ Ես այս պարագայում հիմա չեմ ուզում անցնեմ ոնց է սկսել, ով է ռմբակոծում, ինչ է անում, շատ պարզ պատճառով դրա մասին շատ է խոսվում։ Ես ավելի շատ ներ-իրանական գործընթացների մասին կխոսեի հենց այս պարագայում, որովհետեւ շատ կարևոր է թե ինչպես է Իրանի կամ իրանական հասարակությունը արձագանքում այս պատերազմին։ Տեսեք, Այաթոլլահ Խոմեյնիի սպանությունից հետո աղջիկների դպրոցը ռմբակոծելուց հետո Իրանում երբ որ զոհվեցին վերջին տվյալներով 168 երեխա, նույնը Բուշեր քաղաքում հարվածեցին հիվանդանոցին, ծննդատանը։ Այս ամենը միտված է, ես պարզապես ցիտում եմ ուղիղ թե Միացյալ Նահանգների, թե Իսրայելի փորձագետների կարծիքը, կոտրել դիմադրողականությունը իրանական հասարակության, ստիպել, որ իրանցիները դուրս գան փողոց եւ ասեն վերջ իշխանություն հանձնվեք, թե չէ մեզ կոտորելու են։ Պայմանական, ինչ ուզում է լինի, կարևորը պատերազմ չլինի գաղափարախոսության ներքո։ Ինչ կասեք։ Տեսեք, իրանական հասարակության մասին խոսելիս մենք երկու կարևոր շերտ պետք է առանձնացնենք, իհարկե շերտերը շատ ավելին են, բայց այսպես կոպիտ հաշվարկով երկու հիմնական շերտ պետք է առանձնացնենք։ Մեկը իրանական հասարակության այն շերտն է, որը լոյալ է այս համակարգին եւ համակարգի աջակից է հանդիսանում, հետեւաբար կանգնած է համակարգի կողքին այս օրերին, եւ մյուս այն շերտն է, որը ընդդիմանում է այս համակարգին եւ որը տարիներ շարունակ տարբեր դրդապատճառներով պարբերաբար ցույցի է դուրս գալիս այս համակարգի դեմ։ Վերջին ամենախոշոր ցույցերը հենց հունվարյան ցույցերն են, ու այդ շերտի համար այս պատերազմը, որ ընթանում է, այս գործողությունները, որ Իրանի դեմ ընթանում են, ընկալվում է որպես ռեժիմի դեմ գործողություն եւ իրենց փրկելու ինչ-որ գործողություն այդ ռեժիմից։ Այսինքն այս շերտի շրջանում անգամ այդ դպրոցի վրա հարձակումը կամ այլ քաղաքացիական ենթակառուցվածքների հարձակումը տարբեր կերպ են մեկնաբանվում, ընդհանուր մինչև մեկնաբանում են այնպես, որ հենց իշխանություններն են կազմակերպում նման գործողությունները։ Բնականաբար ու տարբեր թեզեր կան այս առումով, այսինքն այդ երկու շերտն էլ կան եւ այս իրավիճակում հիմնական վտանգը, որ կարող է իրանական իշխանությունների համար լինել, հենց այդ ընդդիմադիր շերտի ընդվզումներն են։ Շատ են։ Հարաբերակցության մասին դժվար է խոսել եւ հստակ պնդումներ անել, բայց միանշանակ քիչ չեն, թեկուզ վերջին ցույցերը հաշվի առնելով, թե ինչքան մարդաշատ էին, ինչքան ընդգրկուն եւ ինչքան աշխարհագրությունը լայն էր այդ ցույցերի, հետեւաբար թերագնահատել այդ մարդկանց եւ առհասարակ չտեսնելու տալ նրանց գոյությունը դա միանշանակ սխալ է, այդ մարդիկ կան ու նրանց թիվը իսկապես մեծ է։ Իրանից դուրս հատկապես կարելի ասել բոլորը ընդդիմադիր են եւ բոլորը հանդես են գալիս ընդդեմ համակարգի, բայց Իրանի ներսում հարաբերակցությունը դժվար է գնահատել այսպես առանց հստակ դաշտային աշխատանքի ու հետազոտությունների, բայց այո, հիմնական այս մարտահրավերներից մեկը իշխանությունների համար հենց այդ զանգվածն է, ու այո, ճիշտ նկատեցիք, այդ տարբեր թիրախավորումները, որ իրականացվում են, նաև միտված են, եթե ոչ հիմա, ապա հետագայում այդ ընդվզումների հավանականությունը բարձրացնելուն, որովհետև Իսլամական Հանրապետությունը պատերազմից հետո բախվելու է ճգնաժամի ամենատարբեր ոլորտներում՝ տնտեսություն, էներգետիկա, ներքին կայունություն, օրինակ այս օրերի շատ հատկանշական ու կարևոր
այդ թիրախավորումներ, թե ոստիկանական բաժանմունքների թիրախավորումը, այսինքն նաև այդ ներքին ռեսուրսներն են փորձում սպառել։ Մյուս այլ լրիվ կարևոր ու առանձին ուղղությունը քրդական շրջաններում ակտիվությունը, այսինքն թիրախավորում են այստեղ սահմանային ուղեկալները, թիրախավորում են բասիջի ենթակառուցվածքները, ԻՀՊԿ ենթակառուցվածքները ու ըստ էության նաև վերջին օրերի լուրերն են փաստում, որ փորձ է կատարվում այստեղ ակտիվացնել քրդական զինյալ անջատողական խմբավորումներին։ Սա իր հերթին եւս մեկ այլ ճակատ կարող է բացել Իրանի համար ու այս օրերին արդեն իսկ ԻՀՊԿ-ն սկսել է հարվածներ հասցնել նաև Իրաքում այդ իրանական քրդական խմբավորումների դիրքերին։ Այսինքն անընդհատ տարբեր ճակատներ են բացում, տարբեր մարտահրավերներ են ստեղծում, եթե ոչ ընթացիկ փուլում, ապա առնվազն հետոյի համար բավականին շատ ճգնաժամեր են սպասվում Իրանին։ Տեսեք, ես հենվում եմ, որ չլինի միակողմանի զրույց, ես հենվում եմ օրինակ արևմտյան վերլուծական կենտրոնների այն հաշվարկների, որոնք միանգամից ընդգծեմ երկու մասի են կիսվում։ Մի մասը ասում են, որ չի կարելի հաշվի չառնել իրանական մշակույթային, ազգային որոշակի առանձնահատկությունները, որոնք շահիդիզմի, այսինքն ինքնազոհության, այդ գաղափարախոսության ներքո են եւ որքան Միացյալ Նահանգները եւ Իսրայելը խփում են Իրանի տարածքին, զոհում են մարդիկ եւ այլն, ապա հիմնական Իրանի տարածքում բնակվող միջալոց տարբեր ազգությունները բացի միգուցե առանձնացնում են բելուջներին եւ քրդերին, բայց այնուամենայնիվ իրենց համար դիմադրությունը դառնում է ոչ միայն ֆիզիկական անվտանգության, ինչ-որ մի գործոն, այլ դառնում է գաղափարական, ինչու ոչ, ասենց մի process։ Երկրորդ մասը ասում է հետեւյալը, որ ոչ կարելի է մաշեցնել պայմանական կառավարչական համակարգը, ապարատը Իրանում եւ ինչ-որ մի պահին մարդիկ դուրս կգան եւ ոնց որ իշխանափոխություն կանեն։ Բայց այստեղ գալիս է մի շատ պարզ տրամաբանական եզրակացություն։ Երկուսն էլ ճիշտ են, բայց ճիշտ են մասնակի։ Առաջին հերթին իրանական իշխանությունը ապացուցեց իր դիմադրողականության մակարդակը, որ շատ բարձր է։ Երկրորդը, այո, կան մարդիկ, բավականին շատ Իրանում, որոնք դժգոհ են, բայց դժգոհության հիմնական, կետը եթե վերցնենք, դա ի վերջո սոցիալական եւ տնտեսական դժգոհության հետ կապված է։ Այսինքն նույն այն բողոքի ակցիաները իրենք հիշում եք ինչի սկսել, բազարչիները դուրս եկան, ասացին հարկերը բարձրացել է, ռեալը տրակել է, ընկել է, կուրսը, այդ ռեալ դոլարի կուրսը մեծ հարաբերակցության տարբերությունը եւ այլն եւ սկսեց այն ինչ սկսեց։ Հիմա ձեր կարծիքով որքանով է ռելևանտ կամ որքանով է իրատեսական, որ հենց այս պահին կարող են սկսել հենց պատերազմի ստեյության ընթացքում զանգվածային բողոքի ակցիաներ։ Տեսեք, իրականում կարծում եմ, որ դա կախված է, թե ինչ ազդակներ կլինեն Միացյալ Նահանգներից եւ Իսրայելից, այսինքն այդ ցույցերը այնպես չէ, որ ինքնաբուխ են լինում եւ մանավանդ կազմակերպված։ Մեկը կառավարվում է։ Կառավարվում են եւ հիմնականում ազդակները պետք է դրսից գան առնվազն։ Այս պայդրությամբ, եթե վերցնենք օրինակ Թրամփի հայտարարությունները, Թրամփը առայժմ կոչ է անում տանը նստել, քանի որ դրսում վտանգավոր է ռումբեր են, այսինքն այս պայդրությամբ նման ազդակ չկա, բայց նաեւ չի նշանակում, որ ինչ որ ակցիաներ չկան։ Իրանում կան, բայց դրանք սահմանափակ են այդ ակցիաները, բողոքի ալիքները։ Հիմա մարդիկ ունենա այլ առաջնահերթություն, դա գնալ ավելի ապահով վայր եւ չընկնել այդ ռմբակոծությունների տակ։ Այսինքն առաջնահերթությունները այս պահին տարբեր են ու այս պահի դրությամբ դեռ քիչ է հավանականությունը, որ կարող է հենց պատերազմական գործողությունների պայմաններում լինել ինչ-որ խոշորամասշտաբ գործողություններ, եթե չլինեն համապատասխան ազդակներ եւ միջամտություններ դրա համար։ Բայց պատերազմից հետո, եթե համակարգը շարունակում է գոյություն ունենալ, դրա հավանականությունը շատ ավելի մեծ է։ Այստեղ պատերազմի ընթացքում էլ կարող է մեկ այլ խթան օրինակ լինել, դա նոր գերագույն առաջնորդի ընտրությունն է։ Եթե այդ մասին հայտարարվի այս պատերազմի ընթացքում եւ եթե դա լինի այնպիսի տեխնացու, որին իրանական հասարակության առնվազն զգալի հատվածը չի ընդունում, նկատի ունեմ այդ ընդդիմադիր զանգվածը չի ընդունում, ապա դա եւս կարող է խթան դառնալ նման գործողությունների համար, բայց ելի կախված նրանից թե արդյոք նման ազդակներ կլինեն դրսից թե ոչ։ Բայց միանշանակ է, որ
բողոքի ալիքը սպասելի է, լինի դա տնտեսական խթանով, սոցիալական խթանով, թե այլ քաղաքական խթանով, դա սպասելի է, եւ եթե անգամ դիտարկում ենք նախորդ ցույցերը, որոնք ելի եղել են այո տնտեսական խթանով, բայց դրանք ընթացքում վերածվել են քաղաքական ակցիաների ու օրակարգը եղել է քաղաքական, կապ չունի դա հենց ինքնաբուխ այդպես վերածվեց քաղաքական օրակարգի, թե այլ աջակցությունների ու միջամտությունների շնորհիվ, բայց կոնկրետ հունվարյան ցույցերի օրակարգով օրինակով դրա օրակարգը արդեն լիովին քաղաքական էր։ Ցույցերից մի քանի օր անց ոչ ոք այլևս չէր հիշում ռեալի կուրսի կամ ինչ-որ տնտեսական այլ խնդիրների մասին։ Տեսեք, ուղիղ հարց, որքանով եք գնահատում որպես մասնագետ, իրանագետ, որտեղ գիտեմ չեք սիրում կանխատեսումներ անել եւ այլն, որպես գիտնական մարդ, յուրաքանչյուր գիտնականը մինչեւ կանխատեսում անելը ինքը միշտ մանրակրկիտ հաշվարկներ անում, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմա մենք ուղղակի ռելևանտ տեղեկությունը ստանում են կամ ուշացումով կամ համեմված տարբեր ֆեյքերով, տեղեկատվական պատերազմելագնում շատ դժվար է գտնել եւ հասկանալ ինչ է իրականում կատարվում, գտնել տեղեկությունը ռելևանտ։ Բայց ձեր կարծիքով կա Իրանում պոտենցիալ քաղաքացիական պատերազմի, որովհետեւ եւս մեկ անգամ կրկնեմ, մենք խոսում ենք ընդդիմության մասին, բայց արյուտես, որ նամանավանդ ու պայմանական է Իրանի խորքում կամ գյուղական, այտենց համայնքներում շատ ուժեղ են, ասենք ասենք պրո շիական տրամադրություններ, այսինքն կարելի է ասել, որ վստահաբար բնակչության կեսից ավելին ինքը սատարում է իր իշխանությանը։ Կա այդ պոտենցիալը քաղաքացիական պատերազմի։ Իրականում ճիշտ եք, իհարկե դժվար է հստակ պնդում անել կանխատեսում անելը, բայց այո, դա սցենարներից մեկը կարող է լինել եւ ընդ որում վատագույն սցենարներից մեկը կարող է լինել, ու ելի կախված է նրանից, թե այս պատերազմական գործողությունները օրինակ որքան են տևելու, ինչ վերջնակետի շուրջ են դրանք հանգուցալուծվելու, արդյոք համակարգը շարունակելու է իր գոյությունը, ինչպես է շարունակելու, ինչ առաջնորդի տեսքով է շարունակելու, ու այդ պայմաններում արդեն այո, շատ հավանական է, որ լինեն ընդվզումներ, որոնք էլ վերաճեն ավելի, այսպես խորքային հակասությունների եւ իշխանության աջակիցների ու նրանց ընդդիմացող զանգվածի միջև։ Իհարկե սա այսպես վատագույն սցենարներից մեկն է, որը առայժմ չի նախանշվում եւ չի նշмарվում, քանի որ իրանական համակարգը այո շարունակում է դիմադրել, շարունակում է երկրի ներսում իր կայունությունը հնարավորինս պահպանել, բայց դա չի նշանակում, որ ինչ որ ժամանակ հետո, որը կարող է լինել եւ օրեր եւ շաբաթներ եւ ամիսներ, այդ իրավիճակը չի փոխվելու, հաշվի առնելով, թե ինչքան բազմաշերտ են Իրանին հասցվող վնասները։ Ամեն ինչ կարծում եմ կախված է նրանից, թե ի վերջո որը կլինի այն վերջնանպատակը, որի շուրջ Միացյալ Նահանգները ու Իսրայելը կորոշեն կանգ առնել կոնկրետ համակարգի մասով, որովհետեւ եթե այլ վերջնանպատակներից ենք խոսում, դրանց թվում են բնականաբար Իրանի բոլոր կարողությունների ու ներուժի վերացումը։ Դա միջուկային կարողություններն են, հրթիռային կարողություններն են ու տարածաշրջանային հավակնությունները, որ Իրանը ունի եւ որոնց հաշվին կարող է մարտահրավեր նետել Իսրայելի ու Միացյալ Նահանգների շահերին։ Այսինքն որպես առաջնային նպատակներից սրանք կարծում եմ փորձելու են հասնել, այլ հարց է համակարգի շուրջ իրենց ունեցած պլանները, որովհետև էլի եթե մենք Թրամփի հայտարարություններին ենք նայում, կարծես թե ամեն օր տարբեր հայտարարություններ են լինում Թրամփից համակարգի հետ կապված։ Մի դեպքում խոսում է փլուզման մասին, մեկ այլ դեպքում խոսում այն մասին, որ իրենք կողմ են, որ ներսից ինչ որ մեկը երկիրը ղեկավարի եւ ոչ թե օրինակ Ռեզա Փահլավին շահի վերջին որդին։ Հետեւաբար այս առումով դեռևս պարզ չէ թե որն է այդ վերջնանպատակը ու հենց սրանից է կախված հետագա գործողությունները ընդհանուր մինչև այդ քաղաքացիական պատերազմի հավանականության հարցը։ Այո, ես դες հետ համաձայն եմ, ասեմ ավելին, յուրաքանչյուր դեպքում կարծում եմ մոտավորապես մի քանի օր էլ է պետք սպասել, որ հասկանալ տրամաբանությունը զարգացման գործընթացների, որովհետև խորին համոզմամբ, այո, սեղանի վրա մի քանի սցենար է դրված թե ամերիկացիների, թե իսրայելցիների, բայց այստեղ խնդիրը նրանումն է, որ ինչպես մենք տեսնում ենք, առայժմ վերջնական որոշում չկա, որ սցենարով կգնան, ամեն ինչ կախված է Իրանի ներքին դիմադրողականությունից, ժողովուրդ, իշխանություն, ընդդիմություն նաև, եթե ինչպես կարձագանքեն։ Ինչևից է ռիսկերը, որոնք գեներացում են Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով ժամ առ ժամ ավելանում են։
եւ ավելանում են միգուցե ոչ այդքան տեսանելի, բայց դուք ընդգծեցիք օրինակ հումանիտար աղետի, հա, հնարավորությունը, իսկ հումանիտար աղետը դա ինչ է։ Առաջնային դա փախստականները։ Որքանով ռեալիստական եք համարում փախստականների հոսքը դեպի Հարավային Կովկաս, մասնավորապես Հայաստան։ Մենք դեռ հունիսյան պատերազմի ժամանակ տեսանք, որ իրանցիներից հոսք կար։ Դժվար է դա շատ մեծաքանակ հոսք անվանել, բայց ամեն դեպքում այդ հոսքը կար եւ այս օրերին եւս հոսքը կա, այլ խնդիրը այն, որ հայ-իրանական սահմանը կարծես թե գործում է խափանումներով, իրանական կողմում կապի խափանումների պատճառով, ու հայտնի է, որ առնվազն 4 մարդիկ կան, ովքեր այնտեղ սահմանի մյուս կողմում սպասում են, որ սահմանը բացվի եւ կարողանան անցնել Հայաստան։ Ու այս պայմանությամբ իրանական սահմանները եւ հարևաններին եթե դիտարկում են, Հայաստանը եւ Թուրքիան են հիմնական ուղղություններից են, որ իրանցիները կարող են փորձել այդ երկրներ գնալ կամ այդ երկրների միջոցով այլ երկիր գնալ, ոնց որում ոչ միայն իրանցիները, այլ նաև օտարերկրյա քաղաքացիները։ Հետևաբար կարծում եմ, որ պատերազմական գործողությունների շարունակման պայմաններում այդ հոսքը կարող է ավելի մեծանալ, իր հետ բերելով նաև ռիսկեր, որովհետև այդ հոսքի հետ կարող են նաև ամենատարբեր տեսակի մարդիկ, այդ թվում հանցագործ տարեր կամ անօրինական փախստականներ եւս կարող են փորձել հատել սահմանը, այս առումով անվտանգային ռիսկերը կարող են ավելանալ, բայց Հայաստանի համար հետևանքները միայն այս փախստականների տեսքով չէ, տնտեսական ոլորտում մենք կարծես թե արդեն իսկ առնչվում ենք հետևանքների, մասնավորապես Իրանից ինչ-որ ապրանքների ներկրման համատեքստում։ Ես բազմիցս նշում եմ, որ կարող է լինել իրավիճակ, երբ Իրանը որոշում կայացնի տարբեր ապրանքներ այլևս չարտահանել եւ ներքին սպառման ուղղել։ Եվ արդեն այո, հենց դա էի ուզում նշել, որ առնվազն այդ ոլորտում գյուղմթերք եւ սննդամթերքի ոլորտում կա նման որոշում, եւ մենք էլ Իրանից բավականին մեծ թվով կարծում եմ ունենք նման ներկրումներ գյուղմթերք սննդամթերքի, ու սա արդեն իսկ մեզ է առնչվում, մեր շուկային է առնչվում։ Իհարկե Իրանը մեզ համար նաև շատ կարևոր է որպես այլընտրանքային երթուղի, ու այս երթուղու խափանումը իր հերթին շատ ավելի մեծ ռիսկեր է մեզ համար պարունակում, քան միայն ինչ-որ ապրանքների տարանցման խնդիրները։ Ու իհարկե նաև անվտանգային գործոնի հարցը կա, բայց ընդհանուր տրամաբանությունն այն է, որ այն ինչ կատարվում է Իրանում, ազդում է իր բոլոր հարևան երկրների, այդ թվում Հայաստանի վրա։ Սա բնականաբար է, ես պարզապես գիտեք, չեմ ուզում խառնեմ մեր ներքին գործընթացները կամ արձագանքները մեր կողմից դեպի իրանական քեզ կլինի ընդդիմություն, թե իշխանություն, չեմ ուզում, բայց այնուամենայնիվ համոզված եմ, մենք կհամաձայնվեք, իրավիճակի զարգացումները մեզանից բոլորից պահանջում են ծայրահեղ ադեկվատություն, իսկ ծայրահեղ իրատեսություն։ Պատրանքների մեջ չի կարելի հիմա այս պարագայում լող տալ, հա, մեզ պայմանական ասելով իհարկե։ Եվ եթե վերցնենք, հա, շատ հակիրճ, շատ հետաքրքիր զրույցը ժամանակը պարզապես ավարտվում է, այ ամենա ձեր տեսանկյունից կամ ձեր տեսլականից, հա, ամենառիսկային գործընթացը որն է այսօր Հայաստանի ուղղությամբ, որը կարող է վտանգ գեներացնել։ Մենք խոսեցինք փախստականների մասով, իսկ այլ ռիսկեր կան։ Կարծում եմ երկարաժամկետ հեռանկարում մեզ համար սպառնացող ռիսկը հետևյալն է, որ եթե իրանական պատերազմը շարունակվում է եւ երկար է տևում կամ եթե անգամ ավարտվում է, բայց դրանից հետո Իրանը դուրս է գալիս թուլացած, քայքայված եւ անընդհատ ներքին խռովությունների մեջ, ապա դա միանշանակ Հայաստանի օգտին չի լինելու, քանի որ սա արդեն իսկ նշանակելու է Իրան, որի դիրքերը տարածաշրջանում թուլացած են, Իրան, որը չի կարող բալանսավորող դերակատարում ունենալ նաեւ Հարավային Կովկասում, սա այն համատեքստում եմ նշում, երբ վերջին տարիներին Իրանը գիտենք որքան ակտիվ էր Սյունիքի հարցում, որքան ակտիվ էր այսպես կոչված միջանցքների հարցում։ Իրանն էր կանգնացրել Ադրբեջանի նկարտումները զորքով մտնեն Սյունիք։ Պետք է խոսել, Իրանը իր դիրքով էր կանգնեցրել։ Առնվազն Իրանի դիրքորոշումը իր դերակատարումն ունեցել է
Եվ այդ դերակատարման նվազումը կամ վերացումը ըստ էության միանգամից ազդելու է նաև մեզ վրա եւ սա կարծում եմ երկարաժամկետ հեռանկարում այս սպառնացող հիմնական մարտահրավերներից է։ Իհարկե էլի այստեղ գալիս են այդ տարբեր սցենարների հավանականության հարցերը, ընդհանուր մինչև Իրանի, չգիտեմ, ընդհանրենք մասնատման սցենարն առաջ քաշում։ Ես պայդրությամբ չեմ տեսնում, որ այդ մասնատման սցենարը շատ մոտ ապագայում իրականանալի է, քանի որ դա մի շարք այլ գործոններից է կախված, թվում նաև հարևան երկրների մոտեցումներից, բայց ամեն դեպքում քայքայված եւ ներքին անկայունության մեջ գտնվող Իրանը բնականաբար այդ անկայունությունը կարող է նաև մեզ վրա ազդել ու մեզ վրա տեղափոխել, նաև հաշվի առնելով արդեն վերջին լուրերը, թե ինչքան է այդ պատերազմի աշխարհագրությունը ընդայնվում, սա իր հերթին հավելյալ խնդիրներ է առաջացնում։ Շնորհակալություն Ժաննա ջան, հիշեցնեմ ձեզ հարգելի հեռուստադիտողներ, որ այսօր Աբովյան Թոքի եթերում իրանագետ Ժաննա Վարդանյանն էր։ Շնորհակալություն։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ։ Լսեցինք մեր հյուրերին եւ իրականում հասկանալի է, որ այնինչ տեղի ունենում Իրանում ուղիղ վտանգներ է գեներացնում Հայաստանի Հանրապետության եւ մեր բոլորիս ուղղությամբ։ Այո, ուղիղ վտանգներ եւ այդ վտանգների չեզոքացման եւ այդ վտանգներին ճշգրիտ արձագանքելու, պարտականությունը իհարկե իշխանություններինն է։ Ես կտրականապես դեմ եմ եւ չեմ հասկանում եւ առհասարակ բանականություն ունեցող մարդը չի հասկանում այն պնդումը, որ դե տեսեք, մենք այնպես ենք արել, որ իշխանությունն է ասում, որ հիմա մեր մոտ հանգիստ է, իսկ տարածաշրջանում սենց Իրանում մեծ պատերազմ է։ Դուք չեք արել, դուք ինչ կապ ունեք։ Գիտեք ինչ կապ ունեք, ես նկատի ունեմ ձեր արածի հետ կապված կամ չարածի հետ կապված ինչ կապ ունի այն, որ առավոտից երեկո ասում եք, տեսեք, մենք խաղաղություն ենք բերել։ Վրաստանում ինչ պատերազմ է, կամ Ադրբեջանում է պատերազմ, կամ Թուրքիայում է պատերազմ։ Սա ընդհանուր տարածաշրջանային process է։ Եւ փորձել հիմա վերագրել այդ process-ի տրամաբանությունը, զարգացման տրամաբանությունը, որի պարագայում առայժմ ընդգծում եմ, Հայաստանի ուղղությամբ վտանգներ չեն գեներացվել կամ գեներացվել են առայժմ չեն իրականացվել, ներողություն, այն որ ասում եմ, մի վիրավորեք էլի մարդկանց ինտելեկտը։ Այլ խոսք, որ այս process-ները, որոնց մենք ականատես ենք, իրենք իրականում ունեն լրջագույն խորանալու եւ լրջագույն վտանգներ գեներացնելու պոտենցիալ մեր մասով։ Եվ այո, այն արձագանքը, որը մենք տեսնում ենք, ինքը համաունչ չի, խոսքը գնում է իշխանությունների արձագանքի մասին, ինքը համաունչ չի այն ռիսկերին, որոնք գեներացվում են։ Օրինակ նույն փախստականների թեման, հա։ Դուք պատկերացնում եք ինչ կլինի, եթե հանգարց դեպի Հայաստան եկան, ասում եմ, փաստ չի, որ կգան, բայց մենք պետք է հասկանանք, չէ՞ որ հանկարծ այդ process-ը սկսվեց, մենք ինչ ենք անելու։ Ինչ խաղաղության մասին բղավելով վազվզելու ենք հայ-իրանական սահմանի երկայնքով, հա։ Թե Իրանից եկած փախստականներին պատմելու ենք, որ Հայաստանում տեսեք, տենց ինչ որ չգիտեմ, ասֆալտներ են փռում, նոր ասֆալտներ են փռում, ինչ ենք խոսալու, կամ ինչ ենք անելու։ Այստեղ պետք է շատ խորքային ուսումնասիրել ամբողջ գործընթացը, որը տեղի է ունենում։ Պետք է հստակ հասկանալ, որ խաղաղությունը մենակ ասելով չի լինում։ Եվ խաղաղությունը նա չի, որ կամ միայն այն չի, որ չեն կրակում սահմանին, Իրանի սահմանին էլ չէին կրակում, տեսակ ինչ օրը գցեցին։ Երբ որ ասում են, տեսեք, սահմանին մի տարի չեն կրակում, Իրանի սահմանին 40 տարի չէին կրակում, հետո չի կարելի, հասկանում եք, չի կարելի մանիպուլացնել եւ խաղաղությունը ներկայացնել որպես մի process, որը արդեն իսկ իրականացվել է, չի իրականացվել, այնինչ այսօր Հայաստանում է, դա խաղաղություն չի։ Զինադադար է, պաուզա, ինչպես ուզում եք ասեք, խաղաղություն չի, որովհետև գործոնները, որոնք պետք է ձևավորեն ճարտարապետությունը խաղաղության, չկան։ Հիմա մարդիկ ասեն, ոչ չկան, օրինակ չգիտեմ, նախաստորագրվել է խաղաղության պայմանագիրը։ Ում հետ է նախաստորագրվել խաղաղության պայմանագիրը։ Ում։
Այն երկրի հետ, Ադրբեջանի հետ, որը առավոտից երեկո պնդում է, որ իր համար ոչ մի փաստաթուղթ միջազգային ոչ մի նշանակություն չունի, եւ ինքը կանի այնինչ ինքը ուզում է անի, այսինքն Արևմտյան Ադրբեջան պահանջում է, որ մենք սահմանադրություն փոխենք, ոնց կարողանում է փորձում է մեզ նսեմացնել եւ ստորացնել, դա ձեր խաղաղությունը, հա։ Խաղաղությունը կարող է լինել միայն եւ միայն երաշխավորված խաղաղության կոնցեպտ։ Եվ այդ կոնցեպտի մասին շատ հանգամանալից, շատ խորացված հայտարարություններ արել Գագիկ Ծառուկյանը։ Այո, երաշխավորված խաղաղություն։ Եվ երբ որ ասում են, որ օրինակ մենք պետք է լինենք, ասես մի հայտարարություն էի լսել, դե ասում է Հայաստանը առաջին հերթին պետք է լինի երաշխավորը իր խաղաղության։ Ճիշտ է, պետք է լինի, բայց այդ կոնստրուկցիան, այսինքն այդ ճարտարապետությունը ո՞նց է լինելու։ Օրինակ, եթե Ադրբեջանը ոտնձգություն արեց, ինչ է կանելու, նամակներ եք գրելու Վաշինգտոն կամ Բրյուսել, հա, էդ եք անելու։ Թե կրկին կողքից մեղավորներ եք գտնելու, ինչ եք անել, ո՞նց եք այդ ռիսկերի դեմ առնելու։ Ասեմ ձեզ, ոչ մի ձև, որովհետև ձեզ համար խոսքը գնում է այն մարդկանց, ովքեր պնդում են, որ արդեն իսկ վերջ խաղաղություն, հեսա փաստաթուղթ կստորագրեն ու ամեն ինչ լավ կլինի, խաղաղությունը ընդամենը իշխանությանը պահպանելու միջոց է, այլ ճիշտ ոչ թե խաղաղություն, այլ խաղաղության մասին այն ամբողջ աբսուրդը, որը առավոտից երեկո լսում ենք, միջև չլինի երաշխավորված, ընդ որում ոչ թե երաշխավորների, սա էլ են փորձում նենգա փոխեն, Ժորժ ջան, մի լսեք, երաշխավորների։ Այդ երաշխավորները ինքը մեծ կոմպլեքս է աշխատանքի եւ մեծ կոմպլեքս է ճարտարապետությունա տարբեր գործոնների, որի արդյունքում մենք ի վերջո ստանում ենք երաշխավորված խաղաղություն։ Հիմա կասեն, դե նա թրիփը, Ժորժ ջան, տնտեսությունը, տնտեսական ներդրումները չեն կարող երբեք լինեն երաշխիք։ Իրեն գործոն են, բայց երաշխիք չեն կարող լինել։ Սաուդյան Արաբիայի մեջ Միացյալ Նահանգները այնքան փող են դրել։ Հիմա տենում եք ինչա կատարում Սաուդյան Արաբիայի հետ, կամ Քուվեյթ, կամ Բախրեյն, սա արևմտյան փողեր էին։ Փրկեցին այդ երկրները հարվածներից, ոչ։ Ու երբեք ոչ մի տնտեսական հարաբերություն, խոսքը գնում է ներդրումներ, չի եղել ամենակարևորագույն, հա, գործոնը, երաշխիքը։ Այլ խոսք, որ քո ներքին տնտեսությունը պետք է զարգացնես, այո, պետք է նաև զարգացնես քո հարաբերությունները գործընկերներիդ, քո դաշնակիցներիդ հետ։ Պետք է այնպիսի իրավիճակ զարգացնես, երբ որ քեզ հարվածելը ձեռնտու չի լինի, ոչ քո թշնամուն, ոչ էլ քո թշնամու ընկերոջը պայմանական։ Ձեռնտու չլինի ուղղակի։ Իսկ դա այո, ներքին տնտեսության զարգացում, ճանապարհների բացում, այդ ամբողջ գոր քաղաքական, դիվանագիտական եւ այլն եւ այլն։ Եթե այդ կոմպլեքսը չկա, այսինքն երաշխավորված խաղաղություն չկա, ապա խաղաղությունը դառնում է միայն եւ միայն նախընտրական խափելու գործոն, այդքան բան։ Հիշեք, խաղաղությունը պետք է լինի երաշխավորված։ Այլ կերպ դա խաղաղություն չէ։ Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ։ Եթերում Աբովյան Թոքներ եւ ես Արման Աբովյանը։